Siro champani stանում են Բարդիները օրորվում են Հարսերի պես շորորվում են Նրանց դիմաց մոլորվում է մանդատան Սրտից մեջ էլ կյանքում այից Խենթի նման եմ գալիս Արեն աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալրվարդ ու նազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Կայլում եմ, աչքի տակով ինձ նայում են Բայց իմ կողքով լուր անցնում են Ամեն աղջիկ մի փերի է, մեկը մեկի սիրելի է Նրանց տեսքի ես գերի եմ սիրահար Սրտիս մեջ էլ կյանքում այից, խենթի նման եմ գալիս Արեն աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալրվարդ ու նազակ, հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտիս մեջ էլ կյանքում այից, խենթի նման եմ գալիս Արեն աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալրվարդ ու նազակ, հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Նման եմ գալիս Արեն աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալրվարդ ու նազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտիս մեջ էլ կյանքում այից Խենթի նման եմ գալիս Արեն աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալրվարդ ու նազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ստանապ տիրիպ տիպ տիպ տի Ստանապ տելատա Դե ինչ Դավիթը, իդեպ 16 տարեկան, ճիշտ սիրո հասակի մասին էր երկում, եկեք ծափահարենք ու լսենք ժյուրի անդամների կարծիքը տվյալ կատարման վերաբերյալ։ Իսկապես Դավիթը հենց այն սիրո հասակում է, որի մասին կարծես թե երգն է, Ջո Կոկերը ականջը կանչի այդ սպարատիկ շարժումները արկա են։ Դավիթ ջան, միշտ դժվար է առաջինը լինել եւ հիմա ինձ դժվար է ինչ-որ գնահատական տալ, որովհետեւ համեմատական գնահատականներ պետք է տամ։ Լավ է քեզ թեթև էր զգում բեմին, մեկ-մեկ մոռանում էր, որ պիտի երգեիր շարժվելու մասին կարծես ավելի շատ էր մտածում, բայց ընդհանուր թարմ, գեղեցիկ եւ նոր շունչ տվեցիր կարծես թե այս գեղեցիկ երգին եւ Սյուզաննայի բարոմետրը այստեղ ինչ-որ կարծես թե ուզում էր միացնել, հիմա պարզ ենք միացավ թե չէ։ Դավիթ ջան, ես շնորհավորում եմ քեզ, այո, դու ընդամենը 16 տարեկան ես, բայց մի յուրահատուկ բան կա քո մեջ, երբ դու բարձրանում ես բեմ, կարողանում ես բոլորին, ինչպեսին վարպետներն էին ասում ինստիտուտում, բրիթ մեջ հավաքել, դա իրականում բավականին դժվար է։ Նախ շնորհակալություն քեզ այս տրամադրության համար, բայց ես իրականում Գոր կհամեմատեմ Դավիթին հենց իր հետ, համեմատելով իր աուդիշնի փուլի ելույթը, եւ այս ելույթը Դավիթ ջան կլինե
անկեղծ, այս տրամադրությունից զատ սա ինձ համար մրցութային ելույթ չի որպես այդպիսին։ Սա լավ, էներգետիկ, լիցքերով ելույթ է, բայց ոչ մրցութային, կուզենայի մի քիչ մրցույթի հետ գնայիր ավելի, քան այս պահին, որ ներկայացրեցիր, բայց ես քեզ շնորհավորում եմ, դու պոզիտիվ տղա ես։ Շնորհակալ եմ։ Շարունակելով Սյուզաննայի խոսքը, ուզում եմ ասեմ, այո, շատ լավ տրամադրությամբ, ուրախ տրամադրությամբ, համերգային ելույթ էր ելույթդ եւ կարծես ես էլ այստեղ ինձ ժյուրիի անդամ չէի զգում, հանդիսատես էի զգում, անկախ ամեն ինչից քո ձախ ձեռքը որպես անկախ պետություն շարունակում է իր կյանքը եւ իր ընթացքը մեր նախագծում, ես այո կուզենայի, որ ամեն դեպքում երգեցողությանդ ավելի ուշադրություն դարձնես, որովհետև մնացածը արդեն բնությունը քեզ տվել է։ Սոնա։ Շնորհակալ եմ քեզ Դավիթ ջան եւ շնորհակալ եմ գոլեգաներին իմ, որ սենց իրոք տրամադրությունը հենց ի սկզբանե տվեցիք արդեն, միշտ ես յուրահատուկ տեղ եմ տալիս այն արտիստներին, երգիչներին, ով որ իմպրովիզացիայի հետ կապ ունես կյանքում, որովհետև եթե այդ որ մարդը գիտի իմպրովիզացիա, ուրեմն տեքստն էլ մոռանաս, զվուկն էլ անջատվի, ինչ ուզում ալնի, այդ իմպրովիզացիայով դու կարաս նեստակից դուրս գաս, որ ոչ մեկի դաժե մտքով չանցնի։ Մենակ մի բան կխնդրեմ քեզ, շատ աշխատի, ոնց ասեց Անդրեն, բայց նայ, քթի մեջ զվուկը տալիս ես, այստեղ ես երգում, աշխատի այս տեմիչկը կա, ոնց հայերեն գաղթունք, ձգտի դեպի վերև այստեղից աբյոմ կստանաս, այդ հասկացար, համ միսը կգա, համ աբյոմը կգա ու քիթը չես կցի զվուկըտ, թե չէ դրայվով, իմպրովիզացիով ու պոզիտիվը այդ սուպեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, կարծում եմ շատ արժեքավոր խորհուրդներ իսկապես տվեցիք, շատ պետք կգա Դավիթին, ապրես Դավիթ, համեցիր։